Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Լսել եք այս արտահայտությունը։ Այն պարզապես ասացվածք չէ։ Հին հռոմեացիները կառուցել են ավելի քան 80,000 կիլոմետր ձգվող ճանապարհներ, որոնք միավորում են կայսրությունը Մեծ Բրիտանիայից մինչև Եգիպտոս։ Այս ճանապարհներից շատերը կանգուն են մինչ օրս, դիմակայելով ավելի քան 2000 տարի։ Վանաձորի Եղիշե Չարենցի անվան 12 դպրոցի մի խումբ աշակերտներ ձեզ համար կբացահայտեն այդ ճանապարհների կառուցման գաղտնիքները եւ թե ինչպես են դրանց կառուցման տեխնոլոգիաները ոգեշնչում մեզ մինչ օրս։ Եկեք վիրտուալ ճանապարհորդենք հին աշխարհի մայրուղիներով։ Հռոմեական ճանապարհները պարզապես քայլելու արահետներ չէին։ Դրանք կայսրության զարկերակներն էին։ Պատկերացրեք, լեգոններ, հեծյալներ, սայլերով առևտրականներ, հրատապ նամակներով սուրհանդակներ։ Նրանք բոլորը ստիպված էին արագ տեղաշարժվել մեծ տարածություններ։ Առանց բարեկարգ ճանապարհների կայսրությունն ուղղակի կփլուզվեր։ Առաջին մեծ ճանապարհը՝ Վիա Ապիուսը, կառուցվել է Քրիստոսից առաջ 312 թվականին Ապիոս Կլավդիոս Ցեկոսի կողմից։ Այն կապում էր Հռոմը Կոպուսի հետ, իսկ ավելի ուշ այն ընդլայնվեց մինչև Բրունդիուզմի նավահանգիստ։ Երկարությունը 560 կիլոմետր էր։ Ճանապարհները հնարավորություն էին տալիս քայլել օրական 30 կմ/ժ արագությամբ, իսկ վաճառականները պրովինցիաներից ձիթապտղի յուղ, գինիներ և հացահատիկ էին մատակարարում մայրաքաղաք։ Բայց ինչպես հին հռոմեացիները ճանապարհաշինության մեջ հասան նման հուսալիության։ Եկեք քայլ առ քայլ բացահայտենք այդ տեխնոլոգիան։ Հռոմեացիները պարզապես քարեր չէին լցնում և ամրացնում դրանք հողի մեջ։ Նրանց ճանապարհներն իսկական ինժեներական համակարգեր էին, բաղկացած 4-5 շերտից, որոնցից յուրաքանչյուրն իր գործառույթն ուներ։ Ահա թե ինչպես են կառուցվում։ Սկզբում ճարտարապետներն ընտրում են երթուղին։ Նրանք ջանում էին ճանապարհը կառուցել հնարավորինս ուղիղ։ Նույնիսկ եթե անհրաժեշտություն կար փորել լեռների մեջ թունելներ կամ կամուրջներ կառուցել գետերի վրա։ Հարթեցման համար օգտագործում էին գործիք, որը կոչվում էր գրոմա, դրա մասին կխոսենք քիչ ուր։ Այնուհետև գետինը փորում էին 1 մետր խորությամբ, հատակը լավ սեղմում ամուր 5 ստանալու համար։ Առաջին շերտը՝ ստատումենտը, կազմում էին մեծ քարերը, վրայից երկրորդ շերտը՝ ռուդուսը, մանրացված քարեր կամ խճաքար, ավազի հետ խառնած։ Այս շերտը ևս ամուր խցանում էին, ծառայության հավասարաչափ բաշխման համար։ Երրորդ շերտը՝ նուկլեուսը, կապում էր հիմքը վերին շերտի հետ։ Այն կազմված էր կրաքարի, ավազի և հրաբխային մոխրի խառնուրդից, որին անվանում էին բուցալանա։ Այս միացությունը խառնելով ջրի հետ վերածվում էր դիմացկուն նյութի՝ ցեմենտի։ Եվ վերջապես վերին շերտը՝ սումաքրուստան, զանգվածահեղ բազալտե սալիկներ կամ քարեր էին։ Սալաքարելով կենտրոնում փոքր-ինչ ուռուցիկություն էին ապահովում, որպեսզի անձրևաջրերը հոսեն եզրերով։ Հռոմեական ճանապարհների ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը նրանց իդեալական ուղղիղությունն էր։ Վիա Ապիուսի որոշ հատվածներ տասնյակ կիլոմետրերով ձգվում էին առանց որևէ շրջադարձի։ Ինչպես էին հռոմեացիները հասել դրան։ Պատասխանը գրոմա գործիքի մեջ է։ Գրոման խաչաձև սարք է, 4 երկար կախիկներով։ Այն դնում են գետնին և կախիկները ձգողականության ուժեազդեցությամբ ցույց էին տալիս ճշգրիտ ուղղահայաց դիրք։ Խաչաձև թևերը ցույց էին տալիս 90 աստիճանի անկյուններ, ինչը շինարարներին հնարավորություն էր տալիս հավասարեցնել ճանապարհը անհավանական ճշգրտությամբ։ Մասնագետը տեղադրում էր գրոման մեկնարկային կետում, ուղղում էր այն, այնուհետև օգնականները նշաձողերով գծելով հեռանում էին 50-ից 100 մետր առաջ, հետևելով խաչաձև թևիկների ցույց տված ուղղությանը։ Այսպես քայլ առ քայլ նրանք գծագրում էին իդեալական ուղիղ գիծ։ Այս գործիքն այնքան արդյունավետ էր, որ օգտագործվում էր ոչ միայն ճանապարհաշինության, այլև ակվեդուկների շինարարության և քաղաքաշինության մեջ։ Հռոմեացիները լավ էին հասկանում. ջուրը ցանկացած ճանապարհի գլխավոր թշնամին է։ Եթե անձրևաջրերը հավաքվեն մի տեղում, ճանապարհն արագ կփլուզվի։ Ուստի նրանք հատուկ ուշադրություն էին դարձնում ջրահեռացմանը։ Ճանապարհների եզրերին ջրատարներ էին փորում, որոնց միջով ջուրը հոսում էր մոտակա գետերը կամ կիրճերը։ Երբեմն, եթե ճանապարհն անցնում էր ճահճոտ տարածքով, քարերի ստորին շերտի տակ տեղադրում էին փայտե կույտեր, կամ ավելի հաճախ կավե խողովակներ, լրացուցիչ ջրանցման համար։ Ճանապարհային ևս մեկ կահավորանք էին մղոնակարերը։ Ճանապարհի յուրաքանչյուր 1,5 կիլոմետր հատվածի վրա տեղադրում էին քարե սյուներ,
Դրանց վրա գրված էր մոտակա քաղաքից հեռավորությունը եւ այն կայսեր անունը, ում օրոք կառուցվել էր ճանապարհը։ Օրինակ Վիա Ապիուսում կարելի է գտնել քարեր, որոնց վրա արձանագրված է 14 թիվը։ Դա նշանակում է Հռոմից 14 մղոն հեռավորություն։ Այս նշաններն օգնում են ճանապարհորդներին կողմնորոշվել, իսկ այսօր դրանք արժեքավոր սկզբնաղբյուր են պատմաբանների համար։ Հիմա եկեք պարզենք, թե ինչպես են հռոմեական ճանապարհները դիմակայել ժամանակի փորձությանը։ Նախ եւ առաջ, բազմաշերտ կառուցվածքը յուրաքանչյուր շերտ իր գործառույթն ուներ։ Ստորին շերտն ապահովում էր ջրահեռացումը, միջինը ծանրության հավասարաչափ բաշխումը, վերին շերտը պաշտպանում էր մաշվածությունից։ Երկրորդ պատճառը շինանյութն էր։ Հրաբխային մոխիրը պոսալանան ցեմենտը դարձնում էր աներևակայելի կարծր։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ հռոմեական բետոնը ժամանակի ընթացքում ավելի էր ամրանում, ի տարբերություն ժամանակակից բետոնի, որը ժամանակի ընթացքում ճաքեր է տալիս։ Երրորդ, կարգապահությունը։ Ճանապարհաշինությունը հաճախ վստահում էր լեգիոններին։ Խիստ կարգապահությունը վարժեցված զինվորները աշխատում էին մեծ ճշգրտությամբ։ Քարերը տեղադրում էին հնարավորինս մոտիկ, իսկ ստորին շերտերը շատ լավ սեղմում, ամրացնում էին։ Եվ վերջապես ճանապարհների սպասարկումը։ Հռոմեացիները պարբերաբար վերանորոգում էին ճանապարհները, փոխարինում էին մաշված սալիկները, մաքրում էին ջրատարները։ Սրա շնորհիվ ճանապարհներն առանց էական մաշվածության ծառայում էին տասնամյակներ։ Սակայն անգամ Հռոմում կար մի երևույթ, որին բախվում ենք մինչ այժմ։ Գողությունը շինհրապարակներում։ Ճանապարհաշինության ընթացքում անհետանում են շինանյութերը։ Աշխատողները խնայում էին շերտերի հաշվին, իսկ պաշտոնյաները կարող էին լրացուցիչ ծախսեր ավելացնել, բայց իրականում դրանք չկատարել։ Հռոմը սակայն խստապահանջ էր։ Շինարարական քարերի կամ գործիքների գողության համար նշանակվում էր տուգանք, մարմնական պատիժ, աքսոր, իսկ ծանր դեպքերում հրապարակային մահապատիժ, հատկապես եթե ճանապարհը կառուցվում էր կայսեր հրամանով կամ ռազմական նշանակություն ուներ։ Կայսեր օրենքները հրապարակվում էին, արգելելով շինանյութերի գողությունը եւ նշանակվում էր հատուկ տեսուչների, որպեսզի վերահսկեին ճանապարհը կառուցողներին։ Այսպիսով, հռոմեացիները փորձում էին ճանապարհի որակը վերահսկել նույնիսկ այն բնակավարում, որտեղ կար մարդկային գործոնը։ Հռոմեական շատ ճանապարհներ մինչ օրս օգտագործվում են։ Օրինակ, Վիա Ապիուսը պահպանվել է 560 կիլոմետր հատվածով, եւ այդ ճանապարհով հիմա էլ կարելի է քայլել կամ անցնել հեծանիվով։ Եվրոպական որոշ ժամանակակից մայրուղիներ, ինչպիսիք են A1-ը Իտալիայում, անցնում են հին հռոմեական երթուղիներով։ Հին հռոմեացիների ազդեցությունը, սակայն այսքանով չի սահմանափակվում։ Ճանապարհների բազմաշերտ կառուցումը, ջրահեռացումը, հավասարաչափ եւ ուղիղ կառուցվածքը ընկած են ժամանակակից ճանապարհաշինության հիմքում։ Հրաբխային մոխիր պարունակող հռոմեական բետոնն ուսումնասիրում են գիտնականները, որպեսզի ավելի կայուն եւ դիմացկուն միացություններ ստանան մերօրյա ճանապարհների ու կամուրջների համար։ Հռոմեական ճանապարհները իշխանության բարձրակետն են, բայց ոչ բոլորի համար։ Հաճախ դրանց շինարարությունն ընթանում էր տեղական բնակչության միջոցների հաշվին։ Գյուղացիների հողամասեր վերցվում էին ճանապարհների համար առանց փոխհատուցման, իսկ շինահրապարակներում ստիպում էին աշխատել ստրուկներին ու գերիներին։ Ոմանց համար հռոմեական ճանապարհը առաջընթացի խորհրդանիշն է, որոշների համար կայսրության կողմից պարտադրվող շղթաներ։ Այս ճանապարհները ինժեներական հանճարի գլուխգործոցներն են, որոնք վերապրել են դարեր։ Դրանք միավորում էին կայսրությունը, օգնում էին լեգիոններին հաղթանակներ տանել, իսկ առևտրականներին բարգավաճել։ Նույնիսկ 2000 տարի անց այդ ճանապարհները հիշեցնում են մեզ, որ որակյալ աշխատանքը կարող է հավերժ ապրել։